ինչ բան է Իլհամ Ալիևը եւ նրա բանդը եւ դատավարությունը ամբողջ աշխարհը գիտի։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը խոշտանգումների են ենթարկվում։ Դրա մասին ոչինչ չի խոսում, կամ էլ եթե խոսվում է, ոչ ի օգուտ, այնտեղ գտնվող մեր գերիների։ Մարդը պատվեր է կատարում եւ նրան ասել են լռի չխոսես, սա մեր գործն է, մենք ենք անելու այն ինչ ուզում ենք, Փաշինյանը ասաց այո, իմ իշխանությունը պահպանելու համար ես այդ մարդկանց պատրաստ եմ մատաղ անել։ Իշխանություններին հաջողվեց բացառիկ հեղինակություն ունեցող մարդկանց ոչնչացնել։ Այդ ցուցակում նաև հենց նրանք են, որտեղ այն հեղինակությունը, որը Փաշինյանը վայելում էր 18 թվականին, հիմա այդ հեղինակությունից մնացել է կեսբուր փոշի։ Կարելի է ասել, որ սա իդեոլոգիական դիվերսիա էր հայ ժողովրդի նկատմամբ։ Սա դիվերսիա էր առհասարակ։ Շատ վտանգավոր իրավիճակ է երկրի ներսում, չկա միասնական ընդդիմություն։ Մարդիկ այնքան չեն հասկանում տարական բաներ, որ նրանք պրովոկացիային գնում են, որ նրանք համաձայն են իրար մեջ սենց կռվեն, գզվռտվեն, չհասկանալով, որ դրանով նրանք իրենց մեջքի հետևը անվտանգ Փաշինյան են պահպանում։ Բարև ձեզ, եթերում մտածենք պոդքասթն է եւ այսօր մտածելու ենք Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի հետ։ Բարև Տիկին Ադիբեկյան։ Բարի օր։ Շնորհակալություն մեր ոդկասթին միանալու համար։ Տիկին Ադիբեկյան, այս օրերին, մինչ Ադրբեջանը ամենատարբեր, ինֆոներն է տարածում Հայաստանի հետ կապված, սպառնալով ընդհուպ միջև պատերազմի, Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ կյանքը Հայաստանում եռում է, ամեն ինչ շատ լավ է, մենք կարողանում ենք գնալ Հռոմ, սուրճ խմել եւ գալ, բնակչությունը երջանիկ է եւ սպասում է Բաղձալի խաղաղությանը, սպասում ենք այսպես։ Կյանքը իրոք եռում է Հայաստանում, բայց ոչ այն իմաստով եւ այն հունով, որը նկատի ունի Փաշինյանը, այսինքն այն եռը, որը նա փորձում է մեզ մատուցել, իրական եռի հետ ոչ մի կապ չունի։ Դա առաջինը, երկրորդը իրոք Փաշինյանի տիկինը վերջապես հնարավորություն ստացավ այն աղբանոցից, որտեղ որ նա բնակվում էր տարիներ շարունակ, դուրս գալ եւ իրեն թույլ տալ Հռոմում սուրճ խմել։ Դա իրոք իրականությանը համապատասխանող բան է, բայց ինչքանով է դա օրինաչափ, ինչքանով է դա իրավական եւ ընդունելի, դա հարցի այլ կողմն է եւ այդ հարցը մենք ժամանակը կգա, կհնչեցնենք եւ պատասխան կպահանջենք, ինչի հաշվին է Նիկոլ Փաշինյանի կինը մեկնում Հռոմ սուրճ խմելու, բանկետի հաշիվ փակողը ով է։ Ադրբեջանի հերթական պահանջից հետո Փաշինյանը հանդես եկավ ինչ-որ գաղափարական ուղերձով, որտեղ նա պնդում էր, որ պետք է փոխվի երկրի մայր օրենքը։ Ըստ էության դա էր ասում։ Առիթ ունեցել եմ խոսել դրա մասին։ Առաջի եւ անհերքելի փաստը այն է, որ դա Ադրբեջանի պահանջն է եւ Ադրբեջանի պատվերն է։ Անհերքելի փաստ է, որ Փաշինյանը անվերապահորեն պատրաստ է եւ ցանկանում է կատարել Ադրբեջանի ցանկացած պահանջ եւ պայման։ Բայց այդտեղ հարցը այն է, որ նա իր հանրության ներսում չի կարող հնչեցնել, որ գիտեք ինչ, պարոն Ալիևին զանգահարել է, պահանջել է եւ ես պետքա դա անեմ։ Նա պետք է ներքին հանրության համար համապատասխան այլ ձևակերպումներ գտնի, որ կարողանա համոզի, թե ինչի մենք պետք է փոխենք սահմանադրությունը։ Որտեվ նա ունի նպատակ փոխել սահմանադրությունը ի հաճո Իլհամ Ալիևի, բայց նա պետք է ուրիշ արգումենտացիա բերի այդ անհրաժեշտության վերաբերյալ, հասկանում եք։ Դրա համար ասում եմ, որ օրենքը հինն է, օրենքը լավը չի,
հանրությունը ուզում է փոխի եւ մենք գնում ենք հանրության, այսպես ասած, հանրությունը նման ցանկություն չունի մի քանի պատճառներով։ Առաջի հերթին հանրությունը տեղեկություն չունի ինչա գրված մայր օրենքում։ Ով որ տեղեկացված է եւ ով որ ունի պատկերացում ինչի մասին է սահմանադրությունը, նա ոչ մի խնդիր չունի սահմանադրություն փոխելու վերաբերյալ, որտեվ նա հասկանում է, որ սահմանադրությունը դուք չես կարող տարին մեկ փոխել, դու սահմանադրությունը կարող ես փոփոխություններ մտցնել արդեն գոյություն ունեցած սահմանադրության մեջ։ Եվ երրորդը խնդիրն է, որ Նիկոլ Փաշինյանը ինքը չի կարդացել այդ սահմանադրությունը, դրա համար նա չունի լուրջ փաստարկներ, ինչով այս սահմանադրությունը հարմար չի Հայաստանի Հանրապետության շահերի եւ անվտանգության համար, որտեւ նա մի քանի ժամ դատարկախոսություն ծավալեց էկրանի առաջ, բայց ոչ մի փաստարկ չբերեց։ Չասեց, այս հոդվածը չի համապատասխանում այս քրեական, բարոյական, միջազգային, ես չգիտեմ, պատմական փաստերի դրույթների կամ փաստաթղթերի։ Նա ինչ-որ վերացական, հերթական իր ոճի մեջ դեմագոգիա ծավալել, չբացատրելով ոչ կարդացածներին, ոչ չկարդացածներին, թե ինչով այս սահմանադրությունը չի համապատասխանում իր պատկերացրած հրաշք Հայաստանին։ Իսկ ո՞րն է նրա պատկերացրած այդ հրաշք Հայաստանը։ Նրա պատկերացրած հրաշք Հայաստանը, որ նա Հայաստանը գոյություն չունի, Հայաստանից մնում է մի մատնոցի չափ հատված, որտեղ բնակվում է լավագույն դեպքում 300,000 էթնիկ հայ, եւ նա դառնում է մելիքը այդ բնակավայրի, ոչ թե պետության, եւ իր կնիկը շարունակում է հավեսով գնալ հռոմում կոֆե խմել, տարբեր զանազան թափթփուկներին երեսի զորով բերել ի ցույց մեզ բոլորիս չայ խմելու եւ նա լինի անվտանգ, ապահով, հարուստ եւ շարունակի այն կյանքը, որը համտեսել է այս վերջի 7 տարվա ընթացքում։ Տիկին Ադիբեկյան, վերջերս նաև մեր թշնամի երկրում միջազգային մեդիաներ են փակվում, Ալիևը ավելի է, ավտորիտար դարձնում, արդեն իսկ եղած ավտորիտար ռեժիմը, այնտեղ կա նաև միջազգային կառույցների արգելանք, ըստ էության սա ինչ է նշանակում, Ալիևը վախ ունի, որ արևմտամետ սեգմենտը նաև փորձեր կարող է անել Ադրբեջանում հրահրել փոփոխություններ։ Նախ միջազգայինները վաղուց փակված են, շատ վաղուց, մոտավորապես 16 թվականից սկսած, նա ամբողջ մեդիա դաշտը ձևափոխեց եւ ենթարկեց իրեն, այդ թվում նաեւ ռուսալեզու եւ ռուսական ռեսուրսները։ Վերջերս փակվեց ռուսալեզու ռեսուրսներից Սպուտնիկ Ադրբեջանը։ Սպուտնիկ Ադրբեջանը աշխատում էր հօգուտ Ալիևին եւ նա սպասարկում էր Ալիևի շահերը եւ նրա տարվող քաղաքականությունը եւ այստեղ նա ոչինչ չունի, սա Ռուսաստանի հետ հաշիվ մաքրելու թեմա է, բայց կան որոշ շրջանակներ, որոնց թվում է, որ Ռուսաստանը սա Սպուտնիկ Ադրբեջանի համար կամ դոմ ռուսկոյ կնիգի փակելու համար Ադրբեջանին կարող է ջնջի իր այդ ոսկե ցուցակից, դա այդպես չի, սա քաղաքականություն է եւ Ալիևը փորձում է եւ բավականին հաջող Ռուսաստանի հետ իր հարաբերությունները դասավորել ոչ թե որպես վասալ եւ սյուզերեն համակարգով, այլ երկու հավասար գործընկերների մակարդակի վրա։ Ալիևը ասում է, որ ես արդեն այնքան կամ, իմ մեջքին կանգնած է Թուրքիան, տարածաշրջանի, եթե ընդունենք, որ Ռուսաստանը թիվ 1-ն է, ապա Թուրքիան թիվ 2-ը։ Դրա համար դրանից ելնելով Ռուսաստանը պետք է ընկալի Ադրբեջանին ոչ թե որպես վասալ, որպես ենթակա, այլ որպես հավասարազոր գործընկեր, պարտնյոր։ Եվ Ալիևն է որոշելու ինչ հիմունքներով եւ ինչ տեսք պետք է ունենա ռուսական ներկայացվածությունը
Ադրբեջանի տարածքում։ Այստեղ ավտորիտարիզմի խոսքի ազատության խեղդելու մասին չի խոսքը գնում առաջի հերթին Ադրբեջանը շատ վաղուց խեղդել է այդ խոսքի ազատությունը եւ հետեւաբար նա այդ խնդիրը լուծել է եւ նա չունի այստեղ լուծելու խնդիր Ռուսաստանն էլ ազատության բաստիոն չի եւ հետեւաբար անիմաստ է ավտորիտար պետության ազգային տեղեկատվական գործակալությունը փորձել ներկայացնել որպես խոսքի ազատության խորհրդանիշ, որը փորձում են խեղդել։ Եկեք հիշենք, որ Սպուտնիկը դա ռուսական, քարոզչական եւ շատ կոշտ սահմաններում, կոշտ քարոզչական միջավայրում գործող գործակալություն է։ Եվ նա անելու է այն, ինչ պահանջվում է Մոսկվային, իսկ Բաքվի տարածքում նա անում է ինչ պահանջում է նրանից Բաքուն։ Այստեղ լրիվ ուրիշ քաղաքական խաղեր են եւ ուրիշ քաղաքական ծրագրեր են իրականացվում, որը խոսքի ազատության, բռնապետության կամ հակառակը ժողովրդավարության հետ ոչ մի ընդհանուր բան չունեն։ Վերջերս նաև շատ խոսք է գնում Արցախի, հիմնահարցի շուրջ գործող միակ կառույցի ՀՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին։ Ինչով է, այդ լուծարումը հետաքրքիր Նիկոլ Փաշինյանին։ Ինչ է նա փորձելու է այս ամեն ինչով փակել Արցախի հարցը։ Նիկոլ Փաշինյանը չունի հետաքրքրություններ։ Նա չի հասկանում, ինչ բան է Մինսկի խումբը, ինչի համար էր այն, ինչ հետևանքների կարող է բերել Մինսկի խմբի փակումը կամ հակառակը նրանց գործունեության ծավալումը։ Նա չունի ոչ մի պատկերացում վաղվա օրվա մասին կամ առավել ևս երեկվա օրվա մասին։ Մարդը այն բանի ժամանակին ասել եմ, երևի մի հատ կրկնեմ, նա այն գնացքների, այն խարդախներ են լինում, որ ինչ որ մի կանգառում նստում են արագ-արագ այդ վագոնի մեջ մարդկանց խափում են, փողերը ձեռից առնում են, այս պահին եւ մյուս կանգառում իջնում են։ Նա չի մտածում, որտեղից են այդ մարդիկ այդ փողը վաստակել, ուր են տանում, ինչի համար, միգուցե նրանք լուրջ խնդիրներ են կամ նա չի մտածում, որ վաղը իրանք կարող է բռնեն ու ծեծեն։ Նրան պետք է այս պահին նա մտավ, գործարքը արեց ու դուրս թռավ։ Եվ դրանից է բխում նրա իրարամերժ հայտարարությունները տարբեր նրա ելույթներում։ Այս պահին սա է պահանջվում, որ նա հնչեցին, նա չի մտածում, որ երեք նա ասում կամ անում էր ճիշտ հակառակը։ Եվ հետևաբար, քանի որ Փաշինյանը չունի նպատակ, չունի իմաստի գաղափար, հետևաբար նա անում է այն, ինչ պահանջվում է նրանից Բաքվից կամ Անկարայից, իսկ Մինսկի խմբի լուծարման թեման Բաքուն առաջ է քաշում առնվազն 15 տարի, երբ որ նա փորձում էր Արցախյան հիմնախնդրի լուծումը հանել Մինսկի խմբի ֆորմատից եւ տանել ՄԱԿ-ի ֆորմատ դեպի, որ ՄԱԿ-ը որոշի այս խնդիրը, այնտեղ որովհետեւ ՄԱԿ-ում Թուրքիան ավելի մեծ ազդեցություն ուներ, քան Մինսկի խմբում, բացի դրանից ՄԱԿ-ում թուրքալեզու երկրները վստահաբար քվեարկելու էին հօգուտ Ադրբեջանի, իսլամական երկրներն են եւ այնտեղ նրա Ադրբեջանի երկրպագուների քանակությունը շատ ավելի շատ էր, քան Մինսկի խմբի ֆորմատով։ Այսինքն Փաշինյանը պատկերացում չունենալով ինչի մասին է խոսք գնում, կամ լավ էլ պատկերացում ունի, որտեվ ակնհայտ է եւ դա հաստատված փաստ է, որ Փաշինյանը կատարում է Բաքվի պատվերները։ Բաքվի պատվերներից մեկը դա Մինսկի խմբի լուծարումն է, որին Ալիևը գնում էր 15 երկար տարիներ։ Այստեղ չկա Հայաստանի շահ, չկա Հայաստանի տեսլական, չկա Հայաստանի ապագայի մասին պատկերացում։ Այստեղ կա պատվեր, որը Փաշինյանը, ինչպես նաև մնացած բոլոր պահանջները նա սպասարկում է։ Շատ
վտանգավոր իրավիճակ է երկրի ներսում, չկա միասնական ընդդիմություն, հա։ Ընդդիմությունը փոխարենը չեզոքացնի վտանգը, փորձում են ոչնչացնել իրար։ Ինչ է կատարում ըստ էության։ Ես ասելու բան չունեմ, որովհետև դա պետք է այդ հարցը ուղղվի այդ ընդդիմության ներկայացուցիչներին, որոնք իրար նկատմամբ քիթումռութ են անում, որոնք չունենալով բավականին ռեսուրս, գիտելիք, խոսքը գնում է ոչ միայն ֆինանսական ռեսուրսի, այլ մարդկային ռեսուրսի, այսինքն չեն կարողանում իրենց սեփական ամբիցիաները թողնել մի կողմ եւ կպնել իրար հանուն ընդհանուր գործի։ Ես տեղ ասելու բան չունեմ։ Ամենայն ազնվությամբ ես տեղ ասելու բան չունեմ։ Ու երևի լռելը ավելի ճիշտ կլինի, քան խոսելը, որովհետև ինձ չի թվում, որ ակնհայտ փաստի հնչեցումը կարող է գործին ինչ-որ ուրիշ ընթացք տա կամ խնդիրը լուծի։ Այո, գոյություն ունի խնդիր, այո, այդ խնդիրը պետք է լուծվի, բայց լուծողները գիտեն, որ դա պետք է լուծվի, ու լուծողները գիտեն, որ դա նրանց մեղքն է եւ նրանց ամբիցիաների շնորհիվ այս իրավիճակը։ Ազնիվ է այս փուլում քննարկել, ով բերեց Նիկոլին, հա, խոսույթը։ Նիկոլին բերել են այն 680,000 հոգին, ով գնացել է 21 թվականին քվեարկել է Նիկոլի օգտին, որտեվ ես որոշ վերապահումներով կարող եմ ընդունել, որ 18 թվականին մարդիկ մոլորեցված էին, որ նրանց այդ համբերության բաժակը լցվել էր, որ նրանք ուզում էին փոփոխություն մտնի իրանց կյանքում, որ նրանց թվում էր, որ նրանց դժբախտությունների արմատը դա հանրապետական կուսակցությունն է եւ անձնապես Սերժ Սարգսյանը կարող եմ ընդունել, դա հնարավոր է, բայց երբ որ 20 թվականի պարտությունից հետո տասնյակ հազար զոհերից հետո ապիկար քաղաքականության ականատես լինելուց հետո 21 թվականին նրանք գնացին եւ նրանց հոժար ձեռքով Նիկոլ Փաշինյանին ձայն տվեցին, այդ պահից մենք կարող ենք խոսել կոնկրետ մեղավորի մասին, որտեվ Սերժն ա տվել, Սերժը չի տվել, դա 18 թվականն էր, Սերժ Սարգսյանը Փաշինյանին հանձնել է հզոր, մարտունակ, ամուր, պաշարները լի միասնական Հայաստան, եւ Փաշինյանը իզորու էր այդ ամեն ինչը օգտագործեր եւ ավելի հզորացներ Հայաստանը, Փաշինյանը ինչ արեց, քանդեց, քանդելուց հետո ով Փաշինյանին երկրորդ անգամ ձայն տվեց, արդեն Սերժ Սարգսյանը չէր։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ում ձեռքը չկոտրվեց, երբ որ նա Փաշինյանին ձայն ա տվել։ Տիկին Ադիբեկյան, այսօր մենք տեսնում ենք սարսափելի կադրեր Ադրբեջանի դատարանից տարածվող, մենք տեսնում ենք, որ ակնհայտ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը խոշտանգումների են ենթարկվում, ու կարծես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը լռության ուխտ է տվել ու դրա մասին ոչինչ չի խոսում, կամ էլ եթե խոսվում է, ոչ ի օգուտ, հա, այնտեղ գտնվող մեր գերիների։ Առհասարակ ինչ պրոցեսներ են ընթանում։ Մարդը պատվեր է կատարում եւ նրան ասել են լռի չխոսես, սա մեր գործն է, մենք ենք անելու այն ինչ ուզում ենք, Փաշինյանը ասաց այո, իմ իշխանությունը պահպանելու համար, իմ կնգար Հռոմում կոֆե խմելու համար ես այդ մարդկանց պատրաստ եմ մատաղ անեմ։ Իդեպ հիշեցնեմ, որ 21 թվականին, երբ որ Նիկոլ Փաշինյանը ընտրվելու էր երկրորդ անգամ վարչապետ, նա ինչ ասեց։ Ասաց 2 ամիս թող տղեկը դիմանան։ Մեր գերիները մեր եղբայրները, մեր եղբայր եւ ես կգամ իշխանության եւ գերիներին հետ կբերեմ։ Այդ օրվանից անցել է 4 տարի եւ գերիների քանակը կրկնապատկվել է։ Այնպիսի տպավորություն է հիմա մեր երկրում, որ մեր իշխանությունները ունեն sense մի հատ զիջումների մեծ փաթեթ,
ու այդ փաթեթը ամենամսյա է ընդ որում, որ ամեն ամիս իրանք առաջարկում են այդ փաթեթները եւ մարքեթինգային մի հատ sense հնարք են հորինել, որ դա այդ փաթեթները ձեռնտու են, հա, կարգավորման փաթեթները ձեռնտու պետք է լինեն երկու ժողովուրդների համար։ Հիմա հարց, ո՞րն է այստեղ մեր ժողովրդի, հայ ժողովրդի շահը։ Մեր ժողովրդի շահ այնտեղ գոյություն չունի։ Ինչ հիմա ասեք, ինչ էս պատասխանը, մենք գալիս ենք ամենակարևոր այդ կիզակետին, Նիկոլ Փաշինյանը կատարում է Իլհամ Ալիևի պատվերը, հետևաբար, ինչ հայանպաստ դրույթներ կարող են պարունակել հայատյաց բռնապետի պատվերի մեջ, 0 Այն ինչ որ դուք տեսնում եք հիմա, մենք դիտարկում էինք 15 տարուց ավել, 2003 թվականից, արդեն 20 տարին էլ է անցել։ Այն դաժանությունը, որը Իլհամ Ալիևը դրսևորում է այլակարծության դեմ, այսինքն դուք անգամ չեք պատկերացնում, ինչ խոշտանգումների նա ենթարկում իր սեփական ժողովրդին, իր սեփական այլախոհներին։ Ադրբեջանի բանտերում խոշտանգումների մասին տասնյակ զեկույցներ են գրվել եւ հնչեցվել Եվրոպայում եւ ՄԱԿ-ում։ Այսինքն ինչ բան է Իլհամ Ալիևը եւ նրա բանտը եւ դատավարությունը, ամբողջ աշխարհը գիտի։ Ու հիմա Ալիևի ձեռքն են ընկել նրա անձնական թշնամիները։ Նա հայատյաց է, նա այլակարծատյաց է, նա բռնապետ է եւ նա չունի ոչ խիղճ, ոչ բարոյականություն։ Ադրբեջանական բանտերում խոշտանգումը դա նորմա է։ Դուք պատկերացնում եք այդ խոշտանգությունների այդ մեխանիզմի մեջ ընկել են հայերը մի հասարակության մեջ, որտեղ հայատյացությունն է նորմա։ Այնքան արագ է ամեն ինչը կատարում, ինֆորմացիոն հոսքերը այնքան շատ են, մենք չենք կարողանում նույնիսկ վերլուծություններ անենք շատ դեպքերում, թե ինչ կատարվեց մեզ հետ։ Կարելի է ասել, որ սա իդեոլոգիական դիվերսիա էր հայ ժողովրդի նկատմամբ։ Սա դիվերսիա էր առհասարակ բոլոր ճակատներով եւ դիվանագիտական, ռազմական։ Դուք տեսել եք ինչ պայմաններում են ծառայում մեր տղաները։ Սարսափելի պայմաններ են դրանք։ Դուք լսել եք, որ Հայաստանը զենգզինամթերք գնի կամ զորավարժություններ անցկացնի։ 0 Կրթական ոլորտը ջնջվում է պատմական հիշողությունը, ներարկվում են կեղծ թեզեր, դասագրքերի տառասխալների մասին մենք չենք խոսում։ Նման բան չի եղել շատ վաղուց, չասեմ երբեք, որտեվ դեպքեր արձանագրվել են, даже sense massայական ու այս ֆոնի վրա մշակույթ ՅՈՒՆԵՍԿՕ քանի հայտ է ներկայացվել Հայաստանի կողմից, քանի համերգ կամ, չգիտեմ, միջոցառում է կազմակերպել Հայաստանից դուրս մշակույթի նախարարության ուղղությամբ 0 Տնտեսություն Մենք ապրում ենք պարտքով, մեր պարտքը աճել է, կրկնապատկվել է։ Սերժ Սարգսյանից այս կողմ 7 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը կրկնապատկվել է։ Բայց իրենք կարողանում են շատ հմուտ ձևի այդ ամեն ինչը, հա, վերադասավորել, վերջերս իրենց նախարարներից մեկը ելույթ ունեցավ, այդ պարտքին մի ուրիշ ձևակերպում տվեց։ Կրկնում եմ, փաստը կարելի է ձևակերպել 1001 տեսակ, բայց փաստը մնում է փաստ։ Ինձ համար մեկը ինչու, ոնց, ինչի համար եւ ինչպես գոյացավ այդ պարտքը եւ ինչ անուն է այդ պարտքին տալիս
Պապոյանը պարտքը մնում է պարտք, որ այսօր մեր թոշակառուների թոշակները վճարվում են պարտքի շնորհիվ ու օրագալու, որ այդ պարտքը մեզ ոչ ոք չի տալու եւ Հայաստանը կամ տարածքները վաճառելու կամ թոշակառուները թոշակ չեն ստանալու։ Ուսուցիչները աշխատավարձ չեն ստանալու, ես չգիտեմ այնտեղ զինվորները չեն ստանալու եւ այսպես շարունակ, սա տնտեսական է։ 7 տարվա ընթացքում Հայաստանում չի բացվել ոչ մի գործարան։ Եղածներն է փակվում գնում են։ Կարող եք համեմատել Հայաստանի էքսպորտը 2017 թվական եւ 2024 թվական եւ այդ ամեն ինչը ակնհայտ է լինելու։ Եվ ես կարող եմ այդ ոլորտ առ ոլորտ թվարկել, որ դուք տեսնեք, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի ոլորտում չունի շահ։ Այսօր շատ մեր հայրենակիցներ այս ապատիկ իրավիճակում չեն հասկանում իրենց անելիքը, չեն հասկանում ուր գնալ, ում ետևից գնալ, ու շատերը ասում են նաև կա լիդերի պակաս, ինչ անենք, որ մարդիկ կարողանան հասկանան, որ սա ամենևին է լիդերի պակասը չի, եւ որ կան ուժեր, որոնք իսկապես կարող են փոխել այս ընթացքը։ Լիդերը չի ձևավորվում ընթացքից առաջ։ Նա ձևավորվում է պայքարի ընթացքում եւ արդյունքում։ Ու գնալ լիդերի, փնտրել լիդեր, որի հետևից կգնաս, դա անիմաստ է, դու այդ լիդերին կարող ես սпасել անսպառ եւ անverջ, ու տենց էլ այդ լիդերը չի գա։ Պետք է սկսվի ընթացք եւ այդ ընթացքում, այդ ընթացքի մեջ ձևավորվի լիդերը։ Դա առաջինը։ Երկրորդը, մենք ունենք լուրջ խնդիր հավատալու եւ ընդունելու հեղինակություն։ Սա այդ բանն է։ Սրա հետևից չեմ գնա, էսի, չգիտեմ, քոչարանական է, նրա հետևից չեմ գնա, նա սերժական է, նրա հետևից մինչեւ այդ գաղափարախոսությունը մարդկանց մեջից դուրս չգա եւ նրանք չհասկանում, նրանք մարդու հետևից չեն գնում, այլ գաղափարի հետևից են գնում, շահի հետևից են գնում, ոչինչ նրանց կյանքում չի փոխվում։ Իդեպ այս տարիների ընթացքում նաեւ իշխանություններին հաջողվեց բացառիկ հեղինակություն ունեցող մարդկանց ոչնչացնել, որովհետև իրենք չէին ուզում լինել ուղակի լինեին այդ հեղինակությունը։ Այդ ցուցակում նաև հենց նրանք են, որտեղ այն հեղինակությունը, որը Փաշինյանը վայելում էր 18 թվականին, հիմա այդ հեղինակությունից մնացել է կեսբուր փոշի։ Այսինքն մարդիկ անգամ իրենց սեփական հեղինակությունը չկարողացան պահպանել եւ բնական է, որ իրենց այդ բանի վրա մնալու, բալանսի վրա մնալու համար նրանք ստիպված են պղծել եւ վարկաբեկել ընդդիմության շարժման ներկայացուցիչներին եւ կռվածնել նրանց, որ կարողանան այդ գզվրտոցի մեջ պահպանել իրենց դիրքերը։ Ուրիշ հարց, որ մարդիկ այնքան չեն հասկանում տարական բաներ, որ նրանք այդ պրովոկացիային գնում են, որ նրանք համաձայն են իրար մեջ sense կռվեն, գզվրտվեն, չհասկանալով, որ դրանով նրանք իրենց մեջքի հետևը անվտանգ Փաշինյան են պահպանում։ Դա վերաբերում է բոլորին, բոլոր մասնակիցներին։ Ինչ անել, որպեսզի կարողանանք այս ընթացքը կանգնեցնել։ Դե մի քիչ ավելի ծավալուն թեմա է, քան այս փոքրիկ ոդքասթը, բայց գոյություն ունեն տեխնոլոգիաներ, գոյություն ունեն ձևեր, գոյություն ունեն ճանապարհներ, ընդհանրապես պետք է նստել, գծել, ֆինանսավորել եւ ստանալ արդյունք։ Շնորհակալություն Տիկին Ադիբեկյան հետաքրքիր զրույցի համար։ Խնդրեմ։